Ողջույն, արի այսօր միասին պատրաստենք շատ համեղ եւ արագ պատրաստվող կեքսեր, որոնք հալվում են բերանում։ Ինչ է հարկավոր մեզ պատրաստելու համար։ Մեզ հարկավոր է 4 սձու, 220 գրամ շաքարավազ, 1 թեյ գթալ սոդա կամ 2 թեյ գթալ փխրեցուցիչ, 1 թեյ գթալ վանիլային շաքար, 250 գրամ մածուն, 80 մլ արևածաղկի ձեթ եւ իհարկե ալյուր ինչքան տանի, մոտ 300 գրամ։ Անցնենք գործի, սկսենք պատրաստել։ Առաջին հերթին հարիչի ամանի մեջ լցնում ենք 4 սձուն, 220 գրամ շաքարավազը եւ 1 թեյ գթալ վանիլային շաքարը։ Այս ամենը լավ հարում ենք այնքան, մինչև զանգվածը լավ փրփրի եւ սպիտակի։ Սկզբից հարում ենք ցածր աստիճանի տակ, այնուհետև քիչ-քիչ բարձրացնելով աստիճանը։ Ձուն եւ շաքարավազը մի լավ հարելուց հետո ստանում ենք սպիտակ, փրփրուն զանգված, այնուհետև 250 գրամ մածունի վրա ավելացնում ենք 1 թեյ գթալ սոդան, լավ խառնում ենք եւ ավելացնում ենք զանգվածին։ Ավելացնում ենք նաև 80 մլ արևածաղկի ձեթը եւ կրկին հարում ենք։ Զանգվածը արդեն պատրաստ է, ավելացնում ենք նաև ալյուրը եւ լավ խառնում ենք։ Ահա թանկագիններս խմորը արդեն պատրաստ է, ես ավելացրեցի ուղիղ 300 գրամ ալյուր։ Պետք է ստացվի շատ թույլ փափուկ խմոր, ինչքան խմորը փափուկ եւ նուրբ ստացվի, այնքան ձեզ մոտ կեքսերը հաջող կստացվեն։ Այդ ընթացքում միացնում ենք ջեռոցը, որպեսզի լավ տաքանա թանկագիններս։ Սկսենք ձևավորել արդեն կեքսերը։ Վերցնում ենք սկուտեղը եւ իհարկե կեքսի համար նախատեսված ձևամանները։ Ես վերցրել եմ եւ մեծ եւ փոքր ձևամաններ եւ կեքսի համար նախատեսված թղթերը։ Ամանները գեղեցիկ կշարենք։ Մի մասը մեծ կանենք, մի մասը փոքր։ Ձևամանները դնելուց հետո ձևամանների մեջ տեղավորում ենք թղթերը։ Ես ոչինչ չեմ քսում, քանի որ խմորի մեջ մենք ձեթ ենք օգտագործել, դրա համար հարկավոր չէ։ Թղթերը դնելուց հետո արդեն լցնում ենք խմորը։ Վերցնում ենք ամանը եւ խմորից եւ զգուշությամբ լցնում ենք։ Հարկավոր չէ շատ լցնել, քանի որ բարձրանալու ընթացքում ինքը ձևամաններից դուրս կմնա։
Այսպես։ Նույն տարբերակով լցոնում ենք բոլոր ձևամանները։ Նույն տարբերակով կլցոնենք նաև փոքրիկները։ Կեքսերը ուղարկում ենք նախորդ տաքացրած ջեռոցը, թխելու եմ 180 աստիճանի տակ մինչև պատրաստ լինելը։ Ահա թանկագիններս, մեր գեղեցկուհիների վերջնական տեսքը հոյակապ է ստացվել, կարմրաթուշիկ, անուշիկ, ամբողջական դուրս է գալիս ձևամանի միջից, հեռացնում ենք թուղթը, տեսեք, թե որքան փափուկ, որքան դեղին, որքան համեղ, կարծես գուբկա լինի։ Այնպես, որ դուք էլ պատրաստեք և վայելեք, ստացվում է շատ արագ, կարող եք պատրաստել ամեն օր, կարող եք պատրաստել և զարդարել զատիկի սեղանը։ Մատուցելուց կարող եք վրան շախտաշաքարի փոշի կամ երբ որ նոր եք պատրաստում խմորը լցնում եք, կարող եք քունջութ ավելացնել, ինչ սիրում եք։ Իսկ ես կմատուցեմ հենց այս տարբերակով, քանի որ իմ տղաները սիրում են հենց այսպես։ Եթե նոր եք ես դեռ չես հասցրել բաժանորդագրվել իմ ալիքին, բաժանորդագրվիր, որ դու էլ դառնաս այս հրաշք ընտանիքի անդամը։ Չմոռանաք մեկնաբանել, քանի որ ձեր մեկնաբանությունը շատ կարևոր է ինձ համար։ Այսօր էլ այսքանը, մաղթում եմ բոլորիդ հաճելի և ուրախ օր։